Քանի հարցում է ներողություն եմ խնդրում։ Նախագահի դեպքում ձեր ուղերձում նաև նշել եք ընդամենը 10 տարի առաջ կատարված միջոցառման մասին, երբ 100-ամյա տարելիցը ցեղասպանության մեծ մասշտաբներով նշվեց այդ օրերին մեր կողքին էին բազմաթիվ երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ այսօր փաստացի այսպես դեվոլյուցիա ունենք եւ չունենք բացի անատամ հայտարարություններից ոչինչ։ Ինչով եք սա պայմանավորում Թուրքիային հաջողանալու փորձը, թե այլ բան կա։ Չգիտեմ ինչ կա, բայց որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել ցեղասպանության հարցը, դա փաստ է։ Իսկ ենթադրել թե նրանք ինչ են մտածում, ինչու են անում, անշնորհակալ գործ։ Նրանք կարող են Ինչ է իրենց համար եւ արդյոք այս քաղաքականությունը ուրացման քաղաքականություն չի հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները ցեղասպանության ընկալման վերաբերյալ։ Դեք որ ասեմ 100%-ով ուրացել են չէ, հատկապես թե այսօր են եկել այստեղ եւ այլն, բայց իմ կարծիքով այդ ճանապարհին է։ Պարոն Սարգսյան, դրոշ այրել է, դատապարտել են, տարիներ շարունակ այրել են դրոշը Թուրքիայի, Ադրբեջանի, այսօր դատապարտում են, ինչով եք սա բացատրում։ Ես նոր ասեցի, որ ինչ էլ դրանք անին, ինչ էլ ասեն, միևնույն է մեր ժողովրդի 80%-ը ասելու է, որ նրանք դավաճան են։ Այնպես որ նրանց ասածի վրա ուշադրություն դարձնելը անշնորհակալ գործ է։ Այդ ձեր ասածը որ դավաճան են 26 թվականի ընտրություններին կարտացոլվի ինչ որ կերպ։ Ես կարծում եմ դա կարտացոլվի նաև մինչև 26 թվականը։ Պարոն նախագահ, դուք ձեր այդ վերջին ելույթում հայտարարեցիք, որ ձեր թիմի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ասում եք մինչև 26-ը դա կարտացոլվի, դուք ինչ որ հստակ ծրագիր ունի հանրապետական կուսակցությունը այդ իշխանափոխության ուղղությամբ ինչ եք ծրագրել, կարող եք։ Մենք առանց ծրագրի չենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակում։ Բայց մինչև ընտրությունները պատրաստվում, մինչև ընտրությունները փորձում է Նիկոլ Փաշինյանին բերելը կապել ձեր եւ հանրապետականի հետ եւ դա անում է Ռոբերտ Քոչարյանի ու իր թիմը։ Դեք ես շատ երկար եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը 25 տարուց ավելի եւ միգուցե դրանով է նաև պայմանավորված, որ ես այս երկրի ամենազրպարտված պաշտոններից գործիչներից մեկն եմ։ Այնպես որ զրպարտությունները ինձ չեն զարմացնում եւ ոչ էլ զայրացնում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ այս բան ինչ հարաբերություններ ունեք։ Ինչու է համակիրների մակարդակով այս փոխհրաձգությունը առնվազն խոսքի եւ ի վերջո Էշին համբուրողը ով է եղել։ Ռոբերտ Քոչարյան հանգիստ թողեք, իսկ Էշին համբուրող մի հոգի չի եղել։ Շատ են։ Ասում են Էշին ով աճեցրեց այս տարիներին, թողեց որ գա խորհրդարան, բանտից ազատեց։ Ինչ անշանակում թողեց, ասենք խորհրդարանի բանալիներ իմ ձեռքներ։ Չէ, որ բանտից ազատվեց համաներմամբ, հետո մտավ քաղաքական։ Բայց մենակ ինքը չի համաներմամբ ազատվել, չէ, բանտից ազատվել են համաներմամբ հարյուրավոր մարդիկ, այդ թվում նաև ինքը։ Իսկ այդ համաներումը կիրառվում էր, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի։ Եվ ինչպես տեսար, թշնամանքը մեղմացվեց։ Անկախության հռչակագրի հրաժարումը, որի մասին այսօր բոլոր մակարդակներով խոսում են, նաև իշխանական սատելիտները, էլի ուրացման արար է, թե այլ պատճառներ կան, գուցե երկխոսություն, ինչի մասին խոսում են, կամ խաղաղության գործընթաց։ Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել անկախության հռչակագրից։ Ինչու պարոն նախագահ, հանրակրվեն կտապալվի։ Որևէ Թուրքիայի պահանջները չեն կարող, ուղղակի չեն կարող։ Եթե երկու կիրակի լինի հանրակրվե, ապա այդ հանրակրվեն չի կարող։ Բոլոր ուսումնասիրությունները այդ մասին են։ Պարոն նախագահ, դա համարում եք Թուրքիայի պահանջը։ Թուրքիայի պահանջը համարում։ Այդ փողոցային պայքարը երբ է ստացվում։ Սիմոնյանը ձեզ ասում է ամբողջ հայտարարություններ անելուց առաջ հայլու մեջ նայեք, միգուցե ամաչեք։ Ինչ-որ բան կա, որի համար դուք կարող եք ամաչել։ Եթե ամաչելուց ենք խոսում,
ձեր նշատիվ անձնավորությունը նրա հետ մի 70-80 հոգի այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, որտեղ իրենք կարմիր են երբ նայեն հայելու մեջ։ Փողոցային պայքարից եք խոսում։ Փաշինյանին հեռացնելու ձեր այս հայտարարությունը հաջողությամբ կփսակվի, որովհետև պաշտոնավարումից հետո բազմաթիվ այդպիսի փորձեր ամեն դեպքում ընդդիմությունը չի հաջողել ավարտել, հասցնել նպատակին, վերջնակետին։ Միգուցե հարցը հասունացված չէր, հիմա հասունացած է։ Այդ բոլոր շարժումները բերել են եւ հարցը հասունացրել են։ Ով է առաջնորդելու փողոցային շարժումը, պարոն Սարգսյան, որացիք լինելու է։ Ով ատառաքելությունը կարողանա ստանալ։ Իսկ դուք պատրաստ եք ստանձնել երկրի ղեկավարումը նորից, պարոն նախագահ։ Բայց միջև այդ մենք չգիտենք, թե Սուրբազանը այդպիսի առաջնորդություն կստանձներ, բայց ինչ որ չափով ստացվում։ Պարոն նախագահ, իսկ դուք Ոչ, պատրաստ եք հիմա էլ չգիտենք։ առաջնորդել երկիրը։ Ոչ։